Մատնոց օդանավականում վայրէջք կատարեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը։ Նշենք, որ բարձրաստիճան հյուրը մեր երկրում է ազգային ժողովի նախագահի հրավերով։ Թռիչքուղուն պաշտոնակցին անձամբ դիմավորում է Ալեն Սիմոնյանը։ Օդանավակայանից խորհրդարան Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության այցը պաշտոնական է։ Ռուս պաշտոնյան հյուրընկալվում է արարողակարգի բոլոր կանոններով։ Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում բազմադարյա բարեկամությունն է ու բազմոլորտ համագործակցությունը։ Կայուն մթնոլորտում է ընթանում նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը։ Ռուսական պատվիրակության ընդլայնված կազմով այս այցը Երևան վերանշվածի ապացույցն է։ Դաշնության խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնում ազգային ժողովի նախագահին ջերմ ընդունելության համար։ Ալեն Սիմոնյան Վալենտինա Մատվիենկո հանդիպումը սկսվում է առանձնազրույցով, որին հաջորդում է ընդլայնված կազմով հանդիպումը։ Փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, նշեց ազգային ժողովի նախագահն ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին, ազգային ժողովի նախագահը հաստատեց մեր երկրի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս համատեքստում Վալենտինա Մատվիենկոն ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդեց ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Օրակարգի առանցքը հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակն է։ Պատվավոր հյուրերի կարգավիճակում նիստին մասնակցում են վետերաններ 102-ամյա Ռոզալիա Աբգարյանն ու 101-ամյա Ներսես Սիմոնյանը։ Մինչ նիստի մեկնարկը առանձնակի ակնածանքով վետերաններին ողջունում են Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն։ Բացման պաշտոնական մեկնարկը տրվեց խորհրդարանների ղեկավարների ելույթներով։ Ալեն Սիմոնյանը մասնավորապես ընդգծեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ օրենսդիր գործադիր իշխանությունների ու գործարար շրջանակի ներկայացուցիչների միջև, բաց եւ կառուցողական երկխոսության տեսանկյունից։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին եւ պահպանել պատմական ճշմարտությունը։ Այս ոլորտում խորհրդարանական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի։ Ի պատասխան Վալենտինա Մատվիենկոն նշեց. Ռուսաստանը կարևոր նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը եղբայրական Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ։ Նշենք, որ միջխորհրդարանական նիստին զուգահեռ խորհրդարանի մեկ այլ սրահում ընթանում է ցուցահանդես «Ճանապարհ դեպի Սանահին» մեկ մանկատան պատմություն խորագրով։ Ցուցադրված նյութերը տրամադրվել են Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր թանգարանի կողմից։ Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն ծանոթացան ներկայացված հավաքածուներին, ապա շրջեցին խորհրդարանի շենքում։ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը շարունակվեց արդեն առանց խոսնակների։ Հայկական կողմից վարեց ազգային ժողովի փոխնախագահ հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, իսկ ռուսական կողմից Դաշնության խորհրդի փոխնախագահ հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կերտման գործում նշանակալի է հայ ժողովրդի դերը։ Հակոբ Արշակյանը մեկ անգամ եւս ռուս գործընկերներին ներկայացրեց անձնուրաց հերոսության ակնառու օրինակներ ու հավելեց. Շուրջ 600,000 հայ կռվել է խորհրդային բանակում բոլոր ճակատներում, Կովկասից մինչև Եվրոպա։ Նրանց կեսը չի վերադարձել մարտադաշտից։ Հակոբ Արշակյանը առանցքային համարեց հաղթանակը կերտած հերոսների մասին հիշողությունները սերունդներին փոխանցելու կարևոր առաքելությունը։ Այս առումով գործուն դերակատարում ունի հիշողության գնացք միջազգային նախագիծը։ Հայաստանը 3 տարի է մասնակցում է արդեն այս ծրագրին, ինքը նախատեսված է բարձր դասարանի աշակերտների համար եւ 15 օր ԱՊՀ երկրների բոլոր երեխաները մասնակցելու են, 200 մասնակից են ընդհանուր, Հայաստանից 10 են մասնակցելու, 15 օր իրենք իրենց հասակակիցների հետ շրջելու են 15 քաղաքներով, որոնք կապված են մեծ հայրենական պատերազմի հետ։
Պատահական չէ, որ այս նիստը նվիրված է հաղթանակի 80-ամյակին, այդ հաղթանակում մեր երկրների ունեցած ավանդին, պատմական հիշողության պահպանմանը։ Այս առումով մեր ներդրած ջանքերը թույլ կտան, որ նման իրողություններ երբեք չկրկնվեն։ 39-րդ նիստին ելույթներով հանդես եկան падգամավորները հայ եւ ռուս խորհրդարանականների ձևակերպումներում հնչեցին երախտիկի խոսքեր, ուղղված պատերազմում հերոսացած քաջորդիներին, անդրադարձ կատարվեց նրանց գործած սխրանքներին։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կերտման գործում անուրանալի է նաև լեգենդար հայուհու Ռոզալիա Աբգարյանի ներդրումը։ Այսօր պատերազմի վետերանը սերունդներին առանձնակի պատգամ ունի։ Սիրել իրենց հայրենիքը, կարողանալ միշտ պետք է պաշտպանել եւ հասցնել իրենց նպատակը մինչեւ կատարելը։ Քննարկման առանցքում էր նաև պատմամշակութային ժառանգության պահպանումը եւ նոր սերնդի շրջանում այդ արժեքների տարածումը։ Խորհրդարանականների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ նաև բազմոլորտ համագործակցության ընդլայնումը։ Ռուսաստանը մեր մեծ տարածաշրջանի երկիր է եւ մենք շատ լայն համագործակցություն ունենք, տնտեսական մեծ կոմպոնենտ կա, կրթական շատ լայն օրակարգ ունենք եւ այդ օրակարգերի մասին էր նաեւ մեր այսօրվա հանդիպումը։ Ռուսական կողմից հանձնաժողովի անդամ Օլեգ Նիլովը եւս կարևորում է համագործակցության ընդլայնումն ու փաստում։ Ամեն անգամ հաճույքով եմ այցելում Հայաստան, քննարկելու եւ լուծելու շատ հարցեր կան։ Մեր հարաբերությունները եղբայրական բարեկամական են եւ մենք դժվարին ժամանակներում պետք է ավելի մոտ լինենք իրար։ Գյուղատնտեսական ոլորտում ունենք ճիրացված ներուժ։ Շատ կարեւոր է, որ այսօր աշխատում ենք միասին եւ մեր ջանքերն ուղղում մասնավորապես գյուղմթերքի արտադրանքի արտահանման ավելացմանը։ Եվրասիական տնտեսական շուկան մեր գյուղատնտեսական մթերքների հիմնական շուկան է, մեր գինու, կոնյակի հիմնական շուկաները նույնպես Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում են։ Նիստի ավարտին որոշվեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների մակարդակով հաջորդ հանդիպումն անցկացնել Սոչիում։ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանն ընդունեց վարչապետը։ Կառավարությունում ի թիվս այլ ուղղությունների քննարկվեցին Հայաստան-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական ձևաչափով շփումներին, տնտեսական ու մշակութային կապերին։ Հանրապետության նախագահի հետ հանդիպման կարևորվեց նաև աշնանը Ռուսաստանում նախատեսված հայկական մշակույթի օրեր միջոցառման դերը։ Մարզահամերգային համալիրում էլ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ նիստը։ Առանցքում երկու երկրների մարզերի ներդրումային գրավչությունն է, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը։ Խորհրդարանականներից բացի մասնակցում են կառավարության անդամներ, գործարար միջավայրի ներկայացուցիչներ։ Նիստի մեկնարկը տրվեց ազգային ժողովի նախագահի ելույթով։ Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության եւ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Ռուս խորհրդարանականների Հայաստան կատարած այցը հագեցած օրակարգով էր մինչ Երևանից մեկնելը Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեց հաղթանակ զբոսայգի։ Խորհրդարանականները հարգանքի տուրք մատուցեցին հայրենական մեծ պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին։ Ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ Դաշնության խորհրդի նախագահը հաջորդիվ եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, խոնարհում նաև հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։